Իսակովի դեպքը Բալջան անպայման խնդրում եմ Սա իր տղան է, ճիշտ է։ Ներկա է հիմա Մարի Տեր Անտոնյանը, Մարի Տեր Facebook-յան էջում բոլորը երևի ճանաչում է։ Ներկա է մեր հավաքին Մարի Տեր Անտոնյանը, Դոգմա հասարակական կազմակերպության նախագահան, ով ունի սեփական կացարան Իսակովի վրա, պահում է 40 մոտ շունիկներ, դրսի, ինվալիդ, փրկված, մեքենաների տակից հանված, շնամարտերից հետո փողոց շպրտած եւ այլն։ Դոգմա հասարակական կազմակերպության նախագահան տարիներ շարունակ պայքարում է այս բեսպրիձելի դեմ, պայքարում է մենակ, Փառք Աստծո այսօր արդեն իրան բոլորը ներկա գտնվողները Աննա Մանուկյանը, մեր Ելենան Աբովյանի, հիմա էլի մարդիկ մոտենում են, որտեվ աշխատանքային ժամա պրոբկա է, մենք ներողություն ենք խնդրում մի փոքր ուշացման համար։ Եվ նախ ուզում եմ խորին շնորհակալություն հայտնեմ Մարի Տեր Անտոնյանին, ճիշտ է ինքը իմ դուստրն է, բայց ես տվյալ պահին որպես դուստր չեմ հայտնում շնորհակալություն։ Ես հայտնում եմ շնորհակալություն որպես հասարակ Հայաստանի Հանրապետության քաղաքացի, կենթանապաշտպան։ Ես շնորհակալ եմ Աստծուց, որ ունեմ սենց աղջիկ, ով որ միայնակ այս նիհար այսենց վիճակում մի ամսական երեխան գիրկը պայքարում է այս հանրապետության կենթանիների առողջության պահպանման համար։ Ինչու իրավապահներն էլ չեն պայքարում։ Իրավապահներին պետք չի։ 1000 տեղ Հայաստանի Հանրապետությունում հարուցված են քրեական գործեր, բոլորը կոծկվում են։ Եվ դա մեզ ճիշտն ասած տարօրինակ է թվում։ Լավ, եթե չկան կոռուպցիոն ռիսկեր, ինչի է դատախազությունը Գյումրու, օրինակ ես բերեմ Գյումրու դատախազությունը։ Կոծկում Կումնի ՍՊ-ի գործը ապրիլ ամսին, չի ծանուցում ինձ բացարձակապես, եւ ես դա պատահական իմանում եմ 2 օր հետո։ Բայց հաղորդում տվող անձը Կումնի ՍՊ-ի դեմ ես եմ։ Այսինքն տարական նամակով, տարական հեռախոսազանգով թեկուց պետք էր ինձ տեղեկացնել, որ գործը կարճվել է, եւ եթե դուք ուզում եք բողոքեք, ունեք 15 օր։ Ոչ, իրանք խաբել են մեզ։ Օրեր շարունակ, ինչը բերել է այն հետևանքի, որ Կումնի ՍՊ-ն մնացել է անպատիժ, բացել է 45-ած ՍՊԸ, Ադիլ շին ՍՊԸ, Նորոքում շին ՍՊԸ, Սոլարի ՍՊ Հրազդանում, որ կրել է փախել է, Հրազդանի քաղաքապետարանից զանգ են տալի Մարի Տեր Անտոնյանին, ասում են կներեք, կարող է կարանակ գտնեք, տենդերը շահել է, փախել է, շները թափառում են, նայում ենք ռեգիստրով, Սեթրակ Վիրաբյան, նայում ենք Նորոքում ՍՊ ռեգիստրով, Սեթրակ Վիրաբյան, Ադել Կումնի ՍՊ-ի նախագահան, երբ որ տարի ու կես առաջ ես Գոմերից Ջաջուրի արեցի նկարահանումներ, որ Գյումրու քաղաքապետարանի հետ իրանք փող են լվանում, այդ գործը կոծկվեց ապրիլ ամսին։ Դրա համար ընկեր Սեթրակը որոշեց, որ մենք կարանք առավոտից գիշեր աշխատենք կոպեկներով, իսկ ինքը կարա երկիրը թալանելով շատ լավ ապրի։ Եվ ամենակարևորը շների կյանքի ու առողջության հաշվին։ Ես մի բան ասեմ կներեք, բոլոր հարցերին Մարին պատասխանի, մեր հետ կապնվեցին գլխավոր դատախազությունից, պարոն Ղահրամանյանը խնդրեց, որպեսզի Աննա Մանուկյանի հետ բարձրանանք։ Ես ձեզ ազնիվ եմ ասում, հերթական փափուկ բարձն է։ Բայց հարգանքից ելնելով կխնդրեի սպասեք, մի 5-10 րոպե է տևելու։ Մի հատ հասկանանք հերթական փափուկ բարձը ինչի մասին է խոսվելու։ Եվ այս մարդուն էլ անդրադառնանք,